10 եպիսկոպոսները, ովքեր միացել են Նիկոլ Փաշինյանին, քայլ արել են վեհափառին հանդիպելու, խոսելու կամ ձեզ, եւ նաեւ ներքին գործերի նախարարը հայտարարեց, որ բարձրաստիճան հոգեվորականները եւ ոչ միայն դիմել են իրենց, նշելով, որ իրենց կյանքին վտանգ է սպառնում, այդ իսկ պատճառով է, որ ԱԱԾ-ականները, ոստիկանները իրենց անվտանգությունն են հսկում։ Օրինակ, ձեր անվտանգությանը վտանգ չի սպառնում, ինչու չեք դիմում։ Ոչ, իմ անվտանգությանը չի սպառնում, որովհետեւ ես ունեմ իմ պաշտպանը։ Եվ ամենակարևորը միշտ անվտանգությունը սպառնում է մարդու խղճին եւ հոգուն։ Եվ եթե խիղճդ մաքուր է, ոչինչ կարող է քեզ վտանգ լինել։ Իսկ այն հայտարարությունները, որ արվում են, դրանք նորից էլի հայտարարություններ են պաշտպանելու համար իրենց քաղաքական թիմի օրակարգի իրականացմանը։ Սրբազան հայր, եպիսկոպոսատ ժողովը ասացի, քանի որ կաթողիկոսը չի մասնակցելու, կոչվելու է եպիսկոպոսած հավաք, արդյոք հավաքի Հարցը կոչվելը չէ միայն, այլ արդեն իր կարգավիճակով դառնում։ Արդյոք այդտեղ քվորում ապահովելու խնդիր կա թե չէ, կանոնակարգն ինչպիսին է, եւ ժողովում որոշում կայացվելու էր թե ոչ, հավաքի դեպքում կայացվում է որոշում թե ոչ, եթե որոշումները հավաքի դեպքում որոշում վճիռ չի կայացվում։ Միայն ներքին իրենց օրակարգի համար, ասենք թե նույնիսկ հավաք եթե լինում է հավաքնել, պիտի ինչ-որ օրակարգ ներկայացնի եւ այդ օրակարգը բնականաբար բոլորի հավանությամբ եթե լինում է, դա կարող են կոչել որոշում, բայց որոշում ոչ թե վերդիկտ կամ վճիռ իմաստով է, այնպես որ սովորական լինելու է մեր եպիսկոպոսների հավաքը, բնականաբար ոչ թե հավաքվելու են անտեղ իրար կարոտած լինելով ինչ-որ ձևով ժամանակ անցկացնելու, այլ շատ հստակ է, եպիսկոպոսները այդ օրերին իրենց աղոթական միասնությամբ, որովհետև մեր օրակարգի մեջ հատուկ նաև աղոթական մասը կա, ծրագրի քննարկելու են մեր եկեղեցու այսօրվա որոշ հարցեր եւ հատկապես շատ լավ գիտեք ամենաակտուալը ինչն է։ Սրբազան հայր, վեհափառ հայրապետի տրամադրությունը ինչպիսին է հաշվի առնելով երեկվա վարույթը արգելքը։ Եթե ասեմ մենք այսօր սև ենք հագել, որ սուքի մեջ եք, կհավատաք։ Բնականաբար գիտեք բաներ կան, որոնց որ վերաբերվում ես պարզապես լավ էդ էլ արեցիք հետո։ Սրբազան կարծում հարցերը սպառում։ Ես էլ եմ կարծում։ Ինձ հետ շատ են սիրում շփվել, բայց ամենայն դեպս։ Սրբազան հայր, Ադրբեջանի հոգևոր առաջնորդն էլ էր անդրադարձել վեհափառ հայրապետին, նշելով, որ նրանք պահանջում են գերիների վերադարձ, պատանդարված քաղաքացիների վերադարձ, այդ կերպով եւ դառնում է վեհափառ հայրապետը պատերազմի սպառնալիք։ Ձեզ ասեմ, Ադրբեջանի հոգևոր առաջնորդը ոչ թե նոր է անդրադառնում ամենայն հայոց կաթողիկոսին, այլ հատկապես պատերազմից հետո 21 թվականի մեր եռակում հանդիպումից հետո ինքը այլևս հաղթանակացի դերում է իրեն զգում եւ ամենտեղ հայտարարում է եւ լինի դա Վատիկանում, լինի միջազգային տարբեր հարթակներում եւ իր բողոքը, եթե հիշում եք, հունիսի 11-ին ուղարկած եկեղեցիների համաշխարհային խորհուրդ, որտեղ որ ինքը հայ եկեղեցին համարում է, որ հայ եկեղեցին ամենահիմնական ռևանշիստն է, սեպարատիստն է եւ այս ռեգիոնին վտանգ սպառնացող հիմա էլ խաղաղությանը, որովհետև բնական է ռևանշիստը եւ այլ։ Ես ձեզ ասեմ, այդ մեզ համար նորություն չէ։ Միայն ցավ է,
որ դրա արձագանքները մենք նույն ձևով լսում ենք մեր ազն ժողովրդի զավակների կողմից։ Սրբազան հայր, ներողություն, այն բարձրաստիճան հոգևորականները, որոնք միացել են Փաշինյանին, հայ այսպես պայքարում են եկեղեցու դեմ, տեղյակ եք արդյոք նրանց սպասում է կարգալուծություն, թե ոչ, որովհետև գիտեք համացանցում նաև այդպիսի կարծիքներ, առաջարկություն կա վեհապարի։ Սիրելիներս, որքան հայ, անքան կարծիք։ Եվ ընդհանրապես ես միշտ մի խոսք եմ ունեցել, որ այսօր ուզում եմ կրկնել, եւ շատ անգամներ ասել եմ, որ սովորաբար մարդիկ եկեղեցի գնում են իրենց փոխելու եկեղեցու մեջ, բայց հայ մարդը գնում է եկեղեցին փոխելու նպատակով։ Սա գիտենք, որ այսօր որքան հայ, այնքան կարծիք, որքան հայ, այնքան որոշում։ Բնականաբար այս ամենի մասին մենք էլ այդքան ապիկար չենք, որ չմտածենք, չորոշենք ինչ անելու, բայց գիտեք ինչ է, ի վերջո պիտի թույլ տրվի եկեղեցին իհարկին ժամանակի ինչ որ պետք է պիտի անի։ Շնորհակալություն, Աստված օգնական։ Ապրեք, բոլորի լավ սկիզբ մեծի պահոց շրջանի եւ ամենակարևորը այս շրջանին ինչքան կարող եք բարություն արեք, ինչքան կարող եք բարին մտածեք, ինչքան կարող եք սեր տվեք ու սիրվեք։ Ապրեք։